Իշխանությունները մեկ անգամ չէ որ նշել են, որ ցեղասպանության հարցը այլևս իրենց համար միջազգային առաջնահերթություն չէ։ Այս պարագայում ինչպես հայ ժողովուրդը պաշտպանի իր շահերը, երբ պետությունը ներկայացնողները նախ կասկած են սերմանում եղելության հանդեպ, հարցեր են բարձրացնում, օրինակ Սփյուռքում, թե մեր մեղքերն էլ պետք է փնտրենք, մեր սխալները փնտրենք, ավելին նշում են, որ ովքեր բերեցին այդ օրակարգը, ինչ որ հղումներ են տալիս մինչև 1930 թվականը, ասում են նման օրակարգ չի եղել, ինչպես հայ ժողովուրդը այս պայմաններում շարունակի պահանջատեր մնալ, շարունակի ապրել հավատով, որ արդարությունը կվերականգնվի։ Եթե չեմ սխալվում, այս շենքում վերջին կառավարության նիստերից մեկում օվալաձև սեղանի շուրջ հավաքված մարդիկ ընդունեցին, որ իրենք տգետ են, ճիշտ է։ Իրանք են ընդունել։ 7 տարի նույն դասը։ Այո։ Եվ դա ճշմարտություն է։ Տարօրինակ է, բայց դա ճշմարտություն է։ Երբ որ ասում են մինչև 30 թիվը չի եղել, ցեղասպանություն տերմինը աշխարհում որպես այդպիսին ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 9-ի բանաձևով որպես մարդկության դեմ գործած հանցագործությունների, ոչրագործությունների դատապարտելի երևույթ ամբողջ աշխարհի համար։ Հետևաբար մինչև 30 թիվը 30-ականներին ոչ մեկ չէր կարող դրանով զբաղվել։ Այսինքն ընդհանուր աշխարհը ցեղասպանություն տերմինով սկսել է զբաղվել 1946 թվականից, դրանից հետո 48 թվականի կոնվենցիան ա եղել, դրանից հետո 68 թվականի կոնվենցիան ա եղել, եւ հայ ժողովուրդը միջազգայինորեն եւ ոչ միայն հայ ժողովուրդը, հրեա ժողովուրդը, Դերսիմի ժողովուրդը, դրանից հետո Սերեբրինիցան, դրանից հետո Դարֆուրը եւ Դարֆուրը մնացած բոլոր ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարում, միջազգայինորեն հաստատված օրենսդրության իրավունքի եւ սկզբունքների շրջանակում ա եղել։ Հետևաբար հայ ժողովրդի իրավունքը որևէ մեկը իր ձեռքից վերցնելու իրավունք չունի։ Հետևաբար ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միշտ պետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգերում որպես առաջնահերթություն։ Ինչու՞։ Բացի բարոյական խնդիր լինելուց, սա առաջին հերթին անվտանգային խնդիր է։ Սա անվտանգային ռազմավարական խնդիր է։ Այնպես ինչպես հրեաներն են հոլոկոստի հարցը շարունակում միջազգային օրակարգում պահել, որպես իրենց իսկ պետության եւ հրեականության անվտանգային հարց։ Նույնը մենք 10 միլիոնից ավելի աշխարհասփյուռ հայերի համար սա միավորող համատեղ պայքարի տանող խնդիրներից մեկն է։ Եվ երբ որ ցեղասպանության հարցը հանում ես, մեխանիկորեն ավելի է թուլացնում նաև հայության համախմբվածությունը։ Ասում եք ինչպես է պետք պայքարել, շատ պարզ, համախմբված, միասնական, մեկ ընդհանուր նպատակի, հիմքում եւ առանցքում ունենալով հայոց պետականություն։